Ողջույն բոլոր մեր հեռուստադիտողներին, սրտի հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածված մահացության պատճառներից մեկը եւ հաճախ վտանգավոր է այն, ինչ ցավի ազդակներ չի ուղարկում կամ շատ ուշ է զգացվում ցավը։ Այդ խնդիրներից մեկը հենց սրտի իշեմիկ հիվանդությունն է, ինչը այն իրենից ներկայացնում, ում է սպառնում եւ ինչպես կարող ենք գրագետ պաշտպանել մեր սիրտը։ Այս թեմայի շուրջ զրուցելու եմ եկել Best Life բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Կարեն Ադամյանի հետ։ Բարև բժիշկ։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի զրուցակիցն եք։ Բժիշկ, եւ այսպես շատ տարածված մի խնդիր՝ սրտի իշեմիկ հիվանդություն։ Մի փոքր բժշկական տեսանկյունից ներկայացրեք, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես է առհասարակ առաջանում։ Աթերոսկլերոզ հիվանդությունը այստեղ կարևոր դեր ունի իշեմիկ հիվանդության զարգացման էթիոպաթոգենեզի կազմում։ Աթերոսկլերոզը դա ճարպային փոխանակության հետ կապված մի ախտաբանական վիճակ է, մարդու օրգանիզմում տեղի ունենում ճարպային փոխանակության խանգարում, եւ այդ խանգարման հետևանքով տուժում են բոլոր արյունատար անոթները, սիրտը իհարկե չի կարող անմաս մնալ, սկսած ուղեղից աչք, երիկամ, ենթաստամոքսային գեղձ, լարդ, փայծաղ եւ սիրտ, թոքեր, սիրտ։ Այսօր քանի որ սրտի մասին ենք մեր զրույցը, մեր թեման սրտին է առնչվում, ուրեմն սրտի պսակաձև զարկերակները չեն կարող անմաս մնալ եւ նրանք էլ որպես հետևանք այդ հիվանդության ընդգրկվում են process-ի մեջ։ Ինչ է լինում, ուրեմն ճարպային փոխանակության խանգարման հետևանքով շարակցական հյուսվածքի աճ անոթների ինտիմայուն պատերի մեջ աթերոսկլերոտիկ ֆիբրոզ վահանիկների ձևավորում, որոնք նեղացնում են անոթների լուսանցքը։ Մեկ չէ, ուրեմն պահպանված անոթ, որը որ ներսում վահանիկներ չկան, այսինքն նեղացումներ չկան, արյան հոսքը ապահովի այդ անոթը եւ հիվանդագին վիճակ ախտահարված անոթը։ Ախտահարված անոթով արյան հոսքը բնականաբար քանակը պակասում է, արյան հոսքի պակասելու հետ մեկտեղ ուրեմն թթվածին թերի է ստանում, այդ օրգանը թերի է ստանում, իր աշխատանքը թերի է կատարում, այստեղ զարգանում է իշեմիկ վիճակ, իշեմիկ թթվածնային քաղցի հետևանքով տուժած սրտամկան, տուժած մկանային հյուսվածք, որը որ բերում է տվյալ օրգանի կենսագործունեության խաթարմանը։ Կցանկանայի նշեիք, թե ինչպես է ախտորոշվում սրտի իշեմիկ հիվանդությունը եւ ինչ բուժման է ենթարկվում։ Սրտի իշեմիկ հիվանդությունը նախ գործիքային քննություն կա, դա էլեկտրոսրտագրությունն է, դա սրտագիրն է, որը առավել կառուցվածքային ինֆորմացիա է տալիս սրտի որոշակի հատվածներում թերկծկան կա, հիպոզոնաներ համեմատելու համար, եթե մի հատվածը թերի է կծկվում մյուսի համեմատ, ուրեմն ինչ որ մի բան կա, ի՞նչն է պատճառ։ Արյունատար անոթների հետ գուցե խնդիրներ։ Սա շարունակական պետք է լինի, ծանրաբեռնման տեստեր կան, տրեդմիլ տեստ է կոչվում, որը պետք է բանի։ Ի վերջո կորոնարոգրաֆիան է, ժողովուրդը զոնդավորումն է ասում, կորոնարոգրաֆիան ինչ է իրենից ներկայացնում, սրտի անոթների լուսանցքների հետազոտություն, երբ կոնտրաստ տեղային անզգայացման տակ, ճաճանչային զարկերակից կամ ֆեմորալ ազդրից ուրեմն տեղային անզգայացման տակ ուղղորդող լարով մտնում են սիրտ են հասնում եւ կոնտրաստ նյութով լուսավորելով սրտի անոթները նայում են տեսնում են ինչ աստիճանի է նեղացած։ Եթե ամփոփենք հենց խոլեստերինային խնդիրը պատճառներից հիմնականն է, այո, որը խոչընդոտ է հանդիսանում զարկերակի պատերը պատելով, այսպես արյան հոսքին, որքանով է խոլեստերինը, շաքարային դիաբետը, ստրեսները կամ հիվանդության այլ տեսակներ նպաստում այս հիվանդության առաջացմանը։ Իհարկե շատ ճիշտ եք ասում, այդ ձեր թվարկածը ուրեմն գոյություն ունի էթիոլոգիան, ուրեմն պատճառագիտությունը, հիվանդության պատճառագիտությունը, ուրեմն այստեղ կան եւ օրգանական փոփոխությունների օրգանիզմում ենթարկված խնդիրներ եւ կարող են իհարկե վիճակներ, պայմաններ, ինչու՞ չէ նաև կենցաղային պայմաններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Ուրեմն նախ սեռը կարևոր նշանակություն ունի, վիճակագրական տվյալներով տղամարդիկ ավելի շատ են հիվանդանում, սրտի իշեմիկ հիվանդության։ Կարող է ծխելը պատճառ լինել այստեղ։ Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, հիպոդինամիան, ավելորդ քաշը, որը կարող է բերել ճարպակալման եւ օրգանների ճարպակալման, իրենց բնականաբար ֆունկցիայի վնասմանը, ֆունկցիայի ոչ լիարժեք դրսևորումը։ Վնասակար սովորությունները, ծխախոտը շատ մեծ դեր ունի բացասական իմաստով անոթների հիվանդության խորացման հարցում, ալկոհոլի չարաշահումները,
ուղեկցող հիվանդությունները, այդ կոմորբիդ հիվանդությունների թվում կուզեի առանձնացնել շաքարային դիաբետը, որը որ իր դրոշմն է, իր կնիքն է թողում անոթային համակարգի վրա, սկսած աչքից մինչև ոտքեր, ունկնդիրները լսած կլինեն հիվանդություն, որը ցավոք կարող է բերել ընդհանուր միջև կորության, շաքարային դիաբետի մասնի կամ անդամահատման, պերիֆերիկ սարիանդամի զարկերակների, արյունատար անոթների փոփոխման հետևանքով ընդհանուր կարող է բերել անդամահատմանը։ Պարոն Ադամյան, ստրեսը կարող է սրտի իշեմիկ հիվանդության նպաստավոր պատճառ լինել։ Մարդու նյարդային համակարգը, եթե հանգիստ մարդ վանենք եւ անընդհատ ամբողջ օրը ստրեսներով հարուստ միջավայրում ապրող մարդը, բնականաբար սիրտի իշեմիկ հիվանդությունը դա նպաստող ֆակտոր է, որը որ կարող է նպաստել։ Այդուք նշեցիք հիպոդինամիան, քիչ շարժվելը։ Ինչ կասեիք այն մարդկանց մասին, ովքեր շատ են մարզվում, շատ են շարժվում քայլում, միգուցե դրանով իսկ ծանրաբեռնելով սիրտը, սա նույնպես կարող է իշեմիկ հիվանդության առաջացնել։ Գիտեք, ուրեմն ֆիզիկական ակտիվությունը լինի դա քայլքը, ես միշտ ասում եմ հիվանդներին, որ քայլքը ճեմելը եւ սպորտային քայլքը պետք է տարբերել իրարից։ Այդ ճեմելը զրուցակցի հետ քայլել բան դա մի բան է, գուցե հաճելի է զբոսնել այգում կամ փողոցում մեր գեղեցիկ քաղաքում զբոսնել, դա մի բան է եւ սպորտային քայլք, որը դա մենք նույնիսկ ստենտավորված հիվանդներին, ովքեր որ եկել են, այս ապակինման շրջանում մենք ասում ենք ֆիզիկական ակտիվության նման սահմանափակումներ չկա, որ պետք է մահճին, գանված, անկողնային ռեժիմ, միայն հեռուստացույց տանը օգտվիր քո գնա համապատասխան կարիքները հոգալու ֆիզիկական ընդհակառակը մենք ասում ենք պետք է քայլես, այդ քայլքը ինչ է անում, այդ քայլքը կոլատերալներ է զարգացնում, փոքրիկ մազանոթներ, փոքրիկ ճյուղեր, նույնիսկ վնասված հատվածները սրտամկանը սնելու համար։ Երբ մի քիչ թեմայից շեղվում ենք, բայց ասենք երբ ունեն փակ անոթներ, սրտամկանի ինֆարկտ արած հետևանքով, հաճախ այդ փակ անոթները, որը որ պետք է սնվի սրտամկանի սրտի տվյալ հատվածը, այլ անոթներից մազանոթներ են զարգանում եւ բերում են այդ հատվածը։ Այսինքն քայլքը բացառապես դա հակացություն չի, որ այո, բժիշկ, հիմնականում սրտի իշեմիկ հիվանդությունները, եթե արդեն ցույց են տալիս իրենց ախտանշանները գանգատների տեսքով, առաջինը ցավ սրտի շրջանում, այո, մարդը կարող է զգալ։ Այս դեպքում ինչ անել առաջինը, արդյոք այն կարելի է շփոթել այլ հիվանդություններից մեկի գանգատների հետ։ Իշեմիկ հիվանդության դրսևորումները, ուրեմն համար առաջինը իհարկե ցավ կրծքավանդակում։ Ցավ կրծքավանդակում բազմաթիվ հանդիպող պատճառներ կան, որոնք կարող են ցավ առաջացնել կրծքավանդակում։ Դա իհարկե բժշկի մենաշնորհն է դիֆերենցիալ տարբերակել ցավը որտեղից եկավ, բայց այսօրվա այս հարցազրույցի ելույթի նպատակը նաև կայանում է նրանում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրել, որ երբեք անտարբեր չլինեն կրծքավանդակում ունեցած ցավի նկատմամբ, որովհետև ցավոք սրտի այն կարող է խորանալ կամ ձեզ թվյացյալ այլ օրգան համակարգից եկած ցավին վերագրելով բաց թողնվի շատ լուրջ մի ախտաբանական վիճակ, որը հղի է վատ հետևանքներով։ Ուրեմն ցավ կրծքավանդակում հիմնականում հետկրծոսկրային շրջանում տեղակայված, որը կարող է տարածվել դեպի ուսագլոխները, կարող է վերջույթների թմրացության ընթանալ, վերջույթների ֆունկցիայի սահմանափակված, ցավագին մկանացավի տեսքով, թվացյալ մկանացավի տեսքով, տարածում դեպի թիակային շրջանը, դեպի ստորին ծնոտը, որը կարող է հիշեցնել նաև այրոցքի մարդիկ իժոգայի հաճախ վերագրում են այդ իժոգայի, իրականում դա սրտային գանգատ է եւս այդ վառելու տաքության նշանը։ Կարող են լինել մարսողական տրակտի հիվանդությունների ժամանակ լեղապարկի քարեր, լեղուղիների դիսկինեզիական վիճակներ, որոնք ցավը ճառագայթվի դեպի կրծքավանդակ։ Այսինքն շփոթել կարելի է այս ցավը։ Այսինքն իհարկե կարելի է, իհարկե կարելի է, առավել եւս այդ ցավին իմ նպատակը նա է, որ դուք ուշադրությունը կենտրոնացնեն ցավին եւ երբեք ժողովրդի դա իրավասության մեջ չի, ուզում եմ այդ ցավը եթե կա անպայման դիմեն բժշկի։ Մենք գիտենք, որ դրսևորումներ կան, նույնիսկ ինֆարկտների տարաբաժանման մեջ գաստրալգիկ ձև են ասում, երբ աղեստամոքսային տրակտի սիմպտոմներն են գերակշռում, այսինքն սրտխառնոց, ընդհանուր միջև փսխումներ, վերագրում են թունավորվածության, աղեստամոքսային տրակտում, պահածո կերա կամ ոչ առաջի թարմության ինչ որ սննդամթերք կերա,
գաստրալգիկ ձևը, ասթմատիկ ձևը, որը շնչարգելություն մտածում են օդի, եթե քրոնիկ էլ ասենք թոքային պաթոլոգիա կա, բնականաբար ասթմոիդ բրոնխների են վերագրում են հարփուխի կամ վերին շնչուղիների կատար, որը կարող է դրսևորվել, ասենք, պահի շնչարգելությամբ Եվ իհարկե կարծիալ ձևը, որը որ ասեցի, այսքան խոսեցի հասարակամականի մասին։ Այս ամենը ես ուզում եմ, որպեսզի ժողովուրդը ինքնաբուժմամբ, հարևանի խորհուրդներին, մեր ազգում երկու մարդ կային, որոնք սրտամկանի ցավոք ինֆարկտ էին, մի հատ հարցնենք ինչ պետք է։ Այս ամենը, այս գիտության, այս ինֆորմացիայի պարագայում կարծում եմ այդ հնացած են այդ մոտեցումները եւ իհարկե բժիշկ, այդ կնշեք ամենատարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս առաջին բուժօգնություն ցույց տալիս եւ որոնք ավելի վատ թարացնում են պացիենտի վիճակը, որն է։ Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Սենց ասեմ, ինքնաբուժությունները տաքացնող ինչ-որ ջեռակներ դնել, մազեր, ցավազրկող մազեր կամ հակաբորբոքիչ մազեր, գուցե եւ այո պետք է դա հակաբորբոքիչ մազ դա ընդամենը միջկողային նևրալգ է, բայց թող բժիշկը տարբերակի այդ ամենը, որովհետեւ հավատացեք 10-ից մի սխալը, 20-ից մի սխալը, 50-ից մի սխալը, մենք գործ ունենք մարդու կյանքի հետ։ Եթե ավելի վաղ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, արդյոք հիվանդը ստիպված է ողջ կյանքում դեղորայք ընդունել, թե դա հիվանդության աստիճանից ելնելով։ Խոսքը սկսեցի եւ անընդհատ կարմիր թելի պես այդ անցնում էր խոսքից մեջ։ Հարգելիներս, ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Գործերած առողջությունը հետ բերելը բավականին դժվար է, հաճախ կանխելը, խնդիրներ կանխելը առավել հեշտ է։ Կոչ եմ անում բոլոր տեսակի ցավերին լուրջ վերաբերվել եւ դիմել համապատասխան մասնագետների։ Դիմեք ձեր տեղամասային պոլիկլինիկա, գնացեք ձեր ընտանեկան բժիշկների մոտ, թող իրենք տարբերակեն համապատասխան մասնագետի ընդունելը։ Իսկ ինչ վերաբերում է դեղեր խմելուն, եթե դեղերը դա կանխող նպատակ ունեն, իհարկե զարկերակային ճնշում ունեցող մարդը պետք է դեղ խմի։ Խոլեստերին եթե ունի, որը որ պետք է խոլեստերին դա կուրսային դեղեր չեն, կուրսով խմեցի, դա հակաբիոտիկներ չեն, հակաբակտերիալ պրեպարատներ չեն, 5-6-7 օր խմեցի եւ անցել, կուրսը ստացա։ Դրանք կուրսային դեղեր չեն, ողջ գուցե ողջ կյանքում։ Այո, եւ մի բանիվ հասկացանք, որ սրտի իշեմիկ հիվանդության որպես հիմնական պատճառ մենք նշեցինք խոլեստերինը, այո, կցանկանայի ձեր խոսքի վերջում ձեր խորհուրդ ուղղեիք մեր հեռուստադիտողին, ինչպես խուսափել սիրտանոթային համակարգի խնդիրներից, որոնցում մարդու գործոնը էական։ Դե խորհրդի կարգով ասեցի, հատկապես այս վերջի րոպեները խոսքից անընդհատ ասեցի ուշադիր եղեք ձեր առողջությանը, ցավին հետևողական եղեք։ Կարծում եմ ոչ մի բան չլինի։ Մենք ապրում ենք այնպիսի շրջանում, այս գիտության պայմաններում, այս ինֆորմատիկայի պայմաններում, վերջերս էլ բավականին մեծ փոփոխություններ տեղի ունեցավ առողջապահական համակարգներում, ժողովրդին արտոնություններն ասեմ, հնարավորությունները բավականին լայնացել են, կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությունը կազմակերպեց ժողովրդի երևի ինֆորմացված է 65 եւ պլյուս ապահովագրական աշխատավարձի չափաբաժնից ելնելով, չեմ ասում պետական պատվերի շրջանակներում հաշմանդամության խումբ ունեցողները տարբեր շկալաներ կար չթվարկեմ, անապահով ապրող քաղաքացիները հիմա այնքան մեծ հատված է ընդգրկված այդ դրա մեջ, որը եթե առաջ ասում էին մարդը ֆինանսական ինչ-որ խնդիրներից ելնելով չի անում, հիմա շատ բաներ լայնացած է այդ ոլորտի հնարավորությունները, այո, լայնացած է եւ ընդամենը պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ եւ գնալ հետազոտել։ Տարին ոչինչ չլինի, եթե երկու անգամ ճարպային փոխանակությունը որոշվի։ Ոչինչ չլինի, եթե մի անգամ, ասենք, էխոկարդիոգրաֆիա կամ կարդիոգրամա անցնի, էլեկտրոսրտագիրը մի հատ նայվի տեսնի միջը։ Ոչինչ չլինի, եթե արյան ընդհանուր քննություն ցույց տալ։ Ջերմություն ունեցակ, ես չեմ ասում անընդհատ վազեն պոլիկլինիկաներ կամ հիվանդանոցներ։ Կամից ամենևին ես այդ կարծիքին չեմ կիսում, չեմ բաժանում, բայց եւ միաժամանակ ասում եմ, առողջ եղեք, բոլորիդ առողջությունն էլ պետք է հետեւողական բժիշկների հետ համագործակցելով լինել։ Շնորհակալ եմ ես։ Ես եմ շնորհակալ կարևոր եւ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Ես զրուցում էի Westlife բժշկական կենտրոնի սրտային բաժանմունքի ղեկավար Կարեն Ադամյանի հետ։ Պահպանեք ձեր առողջությունը, հետևեք մեր թողարկումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։
սկսվին ջրել, ջուր խմելու ժամանակն է։ Առողջ սպորտ էջն է եթերում, ողջույն բոլոր մարզասեր հեռուստադիտողներին։ Մենք փորձում ենք ուղեցույց տինել, թե մարզասրահում մարզվելիս, եթե դուք տրեյների մարզչի օգնությամբ չեք մարզում, ինչ սխալներ չպետք է թույլ տալ, դրանք կարող են ճակատագրական լինել։ Ես գտնվում եմ Hills սպորտային համալիրում եւ այդ հրաշալի մեծ սրահում այս պայն մարզվում են տասնյակ մարդիկ։ Ողջունել է, որ մարզաշխարհը այսքան մուտք է գործել մեր կյանք եւ մարզիչ Արտուրին մի փոքր կտրելով գործից խնդրել եմ ինձ ցույց տալ կաբելային կայանի մեջքի այս մարզվելու համար նախատեսված սարքի ճիշտ կիրառման ձևը։ Ողջույն Արտուր։ Այս սարքը շատ կիրառելի է, ես նկատել եմ բոլոր մարզասարքերում, մարզասրահներում, սակայն այն սխալ կիրառելու դեպքում գիտեմ, որ շատ վնասներ է հասցնում։ Հիմա փորձենք միասին կարգավորել, այո։ Ես որպես կին, քանի կիլոգրամից է ճիշտ սկսեմ այն մարզումը միջին մարզվածության դեպքում 15 կիլոգրամից կարելի է սկսել։ Ահա, սկսնակ, այո, որպես։ Այո, այո։ Միգուցե այդ դեպքում ես ինձ համարելով միջին մարզում 20 ավելացնեմ։ 20, այո։ Այո։ Եվ կարևոր մի հանգամանք արգելի հեռուստադիտող այս սարքի վրա ինչպես տեսնում եք բարձիկներ են նախատեսված։ Այն ֆիքսում է ոտքերը, այն ինչու է Արտուր այն ֆիքսում ոտքերը։ Ինչու այս մարզանքը կատարելիս պատահական։ Եթե օրինակ պատկերացնենք ինքը չլինի, մենք չենք կարող վարժությունը ավելի ծանր անել։ Դրա համար ինքը մեզ շատ է օգնում, որպեսզի մենք վարժությունները կարողանանք համ ճիշտ կատարենք, համ կարողանանք ավելի ծանր անել։ Խնդրեմ օգնեք ֆիքսել այն։ Հիմա իրան մի փոքր իջացնում ենք ներքև։ Պետք է սեղմումը Պետք է ոտքերի ինքը վրա սեղմում զգացվի։ լինի, այո, իսկ ուժ տալու ժամանակ շատ կարևոր է, որպեսզի կրունկը բարձրանա վերև ու ձեր ոտնաթաթով սեղմվի ներքև, այսինքն դա այդ գործոնը դուք ինքնուրույն եք անում։ Այո, ոտքերը չպետք է ուղիղ լինեն հատակի։ Չպետք է ուղիղ լինեն, այո։ Այսպես պետք է լինի, կրունկը մի փոքր բարձրացնում ենք վերև, այսինքն ուժ տալու ժամանակ էլ դուք դա կարող եք անել։ Կրունկը մի փոքր վերև եք բարձրացնում ու զգում եք, թե նախկինում այն քաշը, որը որ չէիք կարողանում անել, ձեզ շատ է օգնում այս գործը, մի փոքրիկ այս գործը անելը։ Այո։ Իդեպ, ձեռքերը պետք է լինեն մեջտեղում, թե ձողի ծայրերում։ Դա կախված է լինում, թե որ մկաններն ենք ուզում աշխատացնեն։ Մի քիչ ավելի լայն ու իր ձև է աշխատում, մի քիչ ավելի նեղ, մի քիչ ավելի ներս է աշխատում։ Կանանց դեպքում որն է ճիշտ։ Կանանց դեպքում իրանք հիմնականում չեն ուզում շատ լայն լինեն, դրա համար մենք խորհուրդ չենք տալի շատ լայն բռնվածքներ։ Պետք է լինեն փոքր բռնվածք, շատ լայն ցանկալի չի։ Այո, քանի որ մեջքը միգուցե ավելի լայնացնի, այո։ Հիմա Տեսնում եք, ես ինչ մարզված եմ, սա ինձ համար թեթև քաշ է։ սա ձեր համար թեթև քաշ է։ Այո։ Սա մեկ տարբերակ, վարժությունը կատարելու մեկ այլ տարբերակ ցուցադրենք, որը իջնում է, այո, վզի հատվածի վրա։ Վզի հատվածի վրա։ Ուղղակի վզի հատվածի վրա աշխատելու ժամանակ հեսա ես ձեզ ցույց կտամ, այ հենց այդպես անելը ցանկալի չի։ Գլուխը կախ լինելը, այո, գլուխը միշտ պետք է լինի ուղիղ։ Բնականաբար դուք պետք է ցուցադրեք ավելի ճիշտ տարբերակը։ Լայն բռնվածքի ժամանակ այսպես մի փոքր ձգվում ենք հետ եւ առաջ։ Արմունկները փորձում ենք ամբողջովին չբացել, մի փոքր լինի կիսածալած, որպեսզի հետևի մկանները ավելի լավ կարողանանք լարման տակ պահել։ Մի թողեք, շատ ձգվի առաջ։ Թիկունքը ձգենք պահում այսպես եւ արտաշնչելով։ Օրինակ լինում են դեպքեր, երբ որ քաշը թեթև է լինում, ոնց ենք իմանում, ինքը իջացնում է միջև ըստը մի հատ էլ այսպես է անում։ Ասում ենք շատ ծանր է, թեթև է, դուք պետք է մի փոքր ծանրացնեք։ Իսկին այդպես է պետք է չլինի։ Այո։ Այսպես։ Մեջքը պետք է հետ գնա, այո, ամբողջ կորպուսը։ Մի փոքր այս շարժը ցանկալի է կատարել։ Ահա։ Ավելի լավ հավաքել եւ կսկումների համար ցանկալի է։ Այսպես։ Ոտքերն էլ համապատասխանաբար տատամբում են, այո, թաթերի վրա եւ ոտնաթաթերի վրա այսպես աշխատում են։ Իսկ ինչ Եվ վերաբերվում է գլխի հետևից ժամանակ, այս գործողությունը չենք անում։ Դրա համար մեզ պետք է մի փոքր խորը նստել։ Ահա։ Այսպես։ Գլուխը միշտ ուղիղ է։ Եթե նկատում եք, տեսեք, ամբողջությամբ ուսերս եւ արմունկներս տանում եմ հետ։ Հայացքը միշտ պետք է լինի ուղիղ։ Այ ամենավտանգավոր վարժություններից մեկը սա է, երբ որ ծանր անելու ընթացքում շատ տղաներ այսպես են անում։ Ահա։ Սա արդեն իրանք վնասում են ուսային հատվածը, որը որ խորտ կտանք չկրկնել։ Ահա։ Այսա պետք չի անել։ Ուղղակի նստում ենք, այո, խորը նստում ենք եւ առաջ հետ։ Արտաշնչում ենք իջեցնելիս։
Իջացնելուց արտաշնչում ենք եւ պետք չի իջացնել միջև այ այստեղ։ Այո, պետք է Այստեղ պետք չի իջացնել։ Մի փոքր, այսպես, տոծրակով, այո։ Փորը շունչ, արտաշնչ։ Հրաշալի է։ Վերջ, փորձենք մի հատ։ Փորձենք։ Ամաց։ Շատ լավ է։ Պահենք, մի րոպե, հայացքը վերևանայում, գնացինք, հիմա դուք ինքներդ զգալու եք։ Չենք շտապում, դանդաղ ենք, որ ես հասցնեմ ուղումը անել։ Շատ լավ է։ Հիմա նկատում ես, որ հետ ես բերում, ամբողջ թիակներով հետ։ Ապրենք, փոքր լուխները շատ լավ է։ Հա։ Դու շատ ուժեղ ես, ես էլ ախամարդ ես Այո, հրաշալի է, որ այս այդքան արդյունքներ ունեմ մարզվելու ապրեք։ արդյունք։ Ես ելիներս իհարկե մարզվելիս մենք բոլորս ջրի կարիք շատ ունենք։ Դրա համար ֆիտ ջրերի ալկալիացված թեթև տեսակը ես այսօր նախընտրել եմ մարզվելիս ըմբել։ Ընդհանրապես Արտուշ պետք է մարզվելիս ջուր խմել։ Այո, պարտադիր պետք է կումկում խմել, որպեսզի կարապմունքի ընթացքում ողնակություն չառաջացնի, այնպես որ ջուրը պետք է։ Այո, հիմա ինձ ու քեզ պետք է, մենք նոր ենք մարզվել։ Ֆիտ ջրեր, ջուր խմելու ժամանակն է։